1949 թվականից ի վեր հայ թատրոնում հայտնվեց մի ինքնատիպ ու տաղանդաշատ անհատ, ով մեկնարկեց որպես դերասան, բայց կյանքի մայրամուտին հասավ որպես վարպետ, ուսուցիչ ու ժամանակակից թատրոնի պատմության ամենակարկառուն բեմադրիչներից մեկը։ Մեկն ու ազգանունը դարձավ արվեստի իսկական խորհրդանիշ։ Երվանդ Ղազանչյան։ Հենց նա հիմք դրեց Ղազանչյան ընտանիքի որդեգրած արվեստի, ճակատագրի ու ճանապարհի համար։ Ծնողներս իհարկե բնիկ երևանցիներ են, ընդ որում Երևանի ամենահայտնի թաղամասերում ծնված, հայրս Մետաքսում, մայրս Կոնդում եւ հայրս միշտ մինչեւ վերջին շրջանը ասում էր Կոնդեցի մամային, բայց նրանց նախնիները իհարկե ներգաղթած Արևմտյան Հայաստանից, հորս կողմը Աֆյան Գարայիսարից, սկզբում պապս գաղթել է Եգիպտոս, հետո Եգիպտոսից Հայաստան, իսկ տատս սկզբում Հունաստան, հետո Ֆրանսիա, հետո Ֆրանսիայից Երևան եւ Երևանում նրանք հանդիպել են, ծնվել է հայրս եւ 3 տարի նոր բոլորած նա տեսել է այն արհավիրքը, որը կոչվում էր 1937 թվական, իհարկե 40 թվականին էր արդեն, երբ որ գիշերով եկան նրա հոր ետևից եւ տարան աքսոր եւ ոչ ավել ոչ պակաս 19 տարի պապս եղել է աքսորում, հայրս մեծացել է մոր հետ, ինչ էր ասես որ չի արել, ջուր է վաճառել, այլ գործեր դեր երեխա դեռևս պատանի հասակում։ Երվանդ Խաչատուրի Ղազանչյան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, ով իր ուղին սկսել է դերասանական արվեստից, բայց հետագայում ընտրել ռեժիսորի մասնագիտությունը, երկար տարիներ առանձնանալով ինքնատիպ բեմադրություններով։ Երվանդ Ղազանչյանը բեմարվեստում իր պատմությունը կերտել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնից, որից հետո միայն ընդունվել Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժին Վարդան Աճեմյանի արվեստանոց։ Ուսումնառության ավարտից հետո աշխատել է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական թատրոնում որպես դերասան եւ ռեժիսոր։ Բեմադրական արվեստում ավելի ամուր ու հաստատուն հիմքեր գցելու համար Երվանդ Ղազանչյանը մեկ անգամ եւս ընդունվում է Գեղարվեստաթատերական ինստիտուտ, արդեն ռեժիսորական բաժին։ Անցել է նաև Լենինգրադի Գորկու անվան պետական ակադեմիական թատրոնին կից ստուդիայի ռեժիսորական բարձրագույն կուրսերը Գեորգի Տովստոնոգովի ղեկավարությամբ։ Երվանդ Ղազանչյան Գալյանովենց ընտանիք ասեմ, ստեղծագործական միավորում ասեմ, մի աշխարհ ասեմ։ Ես երջանկություն եմ ունեցել երկար տարիներ աշխատելու Երվանդ Ղազանչյանի հետ եւ բախտ եմ ունեցել բեմ բարձրանալու Գալյանովենցի հետ։ Գերագույն հաճույք էր աշխատել երկու մեծ վարպետների հետ։ Իմ առաջին քայլերից սկսած ես արել եմ հենց այս թատրոնում։ Առաջին իսկ օրից աշխատել եմ Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ, որից հետո շատ երկար տարիներ ինձ համար շատ մեծ պատիվ է եղել նույն բեմում խաղալ Տիկին Գալիայի հետ։ Դա ինձ համար եղել է մեծ պատիվ եւ իրոք երջանկություն, քանզի իմ կարիերան ես հենց Տիկին Գալիայով եմ սկսել, սիրահարված լինելով նրա դերասանուհուի տեսակին, իմ քայլերը եկել են դեպի թատրոն։ Երվանդ Ղազանչյանը բեմադրել է մեծածավալ ստեղծագործություններ, մշտապես անդրադարձել համաշխարհային ու հայ դասական դրամատուրգներին իր վերլուծությունը տալով դրանց։ Սարտր, Անթաղ մեռելներ, Շիրվանզադե, Մորգանի խնամին, Պատվի համար, Դոստոևսկի, Ոճիր եւ պատիժ, Ապուշը, Բրեխտ, Կուրաժ մայրիկը, Չարենց, Երկիր նայրի, Շեքսպիր,
12-րդ գիշեր, ոչնչից մեծ աղմուկ, Արիստոֆանես, Լիսիստրատե եւ տասնյակ այլ ներկայացումներ, համագործակցելով հայ թատերարվեստի կարկառուն ու մեծատաղանդ արտիստների հետ։ Ինձ համար Ղազանչյանը շատ ավելի հետաքրքիր տեսակի մարդ է իր բնավորությամբ, յուրահատուկ մարդ է։ Երևի բնությունը ժամանակ առ ժամանակ նմանատիպ բաներ անում է, որպեսզի մարդիկ շրջապատած լինեն այդպիսի տեսակով։ Մարդ, որը նախ թատրոնում, նա ընտանիքի հայրն էր, այս թատրոնի, այսպես ասած, պապան էր։ Ընտանիքի հայրը ոնց է վերաբերվում իր ընտանիքի անդամներին, նույն կերպ վերաբերվում էր Երևանդ Ղազանչյանը։ Բոլորի ճանաչում էր, բոլորի ընտանիքները գիտեր, ով ինչ պրոբլեմ ունի եւ աշխատում էր բոլորին օգտակար լինել։ Դրա հետ մեկտեղ բավականին խիստ էր։ Շատ բուրըն կարող է զայրանար, բարկանար, մեկ էլ մի 10 րոպեից վատագույն դեպքում 1 օրից հետո միանգամից մոռանում էր, կանչում էր, մի հատ գրկում էր երիտասարդներին կամ մի խոսքով միանգամից հարթում էր այդ պատմությունը, շատ հետաքրքիր կոլորիտով մարդ էր։ Թատրոնն այս ընտանիքի համար դարձավ տուն, կենսակերպ, ապրելու իմաստ ու նպատակ։ Որքան երազանքներ են ծնվել, կարևոր որոշումներ կայացվել, դժվարություններ հաղթահարվել բեմական ու աշխատանքային ընթացքի մեջ։ Արվեստը նրանց միավորել է ոչ միայն որպես ընտանիք, այլև դարձրել ստեղծագործական մի մեծ ուժ, կարևոր դերակատարում ապահովելով ժամանակակից մշակույթի զարգացման գործում։ Ծնվել ու ձևավորվել այսպիսի ընտանիքում, եկեք նախ եւ առաջ խոսեմ տատիկից, Գալյանովենցից, երբ որ փոքր էր, օրինակ ես չէի գիտակցում, թե ընդհանրապես ով է Գալյանովենցը, ես այսինքն իր մեծությունը չէի պատկերացնում, որովհետեւ Գալյանովենցը իդեալական տատիկ ա եղել ընտանիքում, թե որ իր տուն պետք է գնա ինչ-որ այդ ամեն ինչը եփել, պատրաստել, տարբեր տեսակի, թե մինչև ինձ դպրոց տանել ու բերելը, թե տանը, չգիտեմ, նույնիսկ այն պահերին, երբ որ ինձ տանում էր իր հետ փորձի, իմ մանկությունն էլ է շատ տենց հետաքրքիր անցել, Սունդուկյան թատրոն, Համազգային թատրոն, ու այսպես երբ որ տատիկի հետ գնում է այդ փորձերին, հիմա եմ հասկանում, որ օրինակ Արմեն Խոստիկյանն է այդ պահին բեմում եղել, Խորեն Աբրահամյանը փորձ է արել, բայց այդ գիտակցությանը դե բնականաբար գալիս է շատ ավելի ուշ, արդեն երբ որ սկսում ես հասկանալ, ինչ է կատարվել քո շուրջը, մինչև մեծանալդ, ու դե բնականաբար մեծանալուց հետո արդեն դա դառնում է արժեք, որը ես փայփայում եմ մինչ օրս։ Նրանց հյուրասեր տանիքի ներքո հաճախ էին կազմակերպվում հավաքույթներ ու խնջույքներ։ Այցելում էին ընկերները՝ դերասան Նորայր Գևորգյանը, ռեժիսոր Հրաչի Աշուղյանը ու էլի շատ շատերը։ Ղազանչյանների սպասված հյուրերից էին հատկապես Սոս Սարգսյանը ու Մհեր Մկրտչյանը, ովքեր շատ մոտ էին ապրում նրանց։ Գալյանովենցը շատ իմաստուն կին էր։ Ինքը այնքան ճիշտ էր պահում բալանսը ընտանիքում, այնքան ճիշտ էր պահում, դա մեծ դպրոց էր ինձ համար։ Ամուսին, որդի, հարս եւ չէր տարբերում։ Բոլորը իր համար ոնց որ իր զավակները լինեին։ Ես նույնիսկ ապշում եմ, ասում եմ, կարելի է այդպես։ Շատ անհանգիստ բոլորի համար, հոգատար, Երևանն էլ էր այդպիսին։ Ուղղակի Գալյան որպես կին, թվում է թե տղամարդն է որոշում, ընտանիքի, չգիտեմ, գլուխն է բան, բայց ես հետո հասկացա, որ ամեն ինչը պատտվում է Նովենցի շուրջ։ Ու երևի դա ճիշտ էր։ Աննշան, դա չէր երևում, բայց ինքը այնքան ճիշտ էր ղեկավարում իր ընտանիքը, որ ես ուղղակի հիանում էի եւ սովորում։ Երևան Ղազանչյանի 85-ամյակի օրը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ճակատային հատվածում մեծ հանդիսավորությամբ բացվել է Երևան Ղազանչյանի եւ Գալյանովենցի միասնական հուշատախտակը։ Կարծես դարձյալ ու նորից ապահովելով նրանց ներկայությունը սիրելի թատրոնում։ Չէ՞ որ թատրոնը նրանց համար տան նման ջերմ ու հարազատ էր։ Երևան Ղազանչյանն ավելի քան 20 տարի ղեկավարել է այն։ Կեղջի մի օրը, որ երկնքից տեսնիմ, թե ես աշխարհն չի եսպես ծուռ։
Գիտեք, առհասարակ ինձ համար շատ կարևոր է մարդկային արժեքները, որովհետև աշխատանքից դուրս մենք ունեցել ենք նաև բազմաթիվ հյուրախաղեր եւ Երվանդ Խաչատուրովիչի հետ եւ Հակոբ Երվանդիչի հետ։ Մարդկային արժեքները ինձ համար շատ կարևոր են եւ ես ապրել, զգացել եւ վայելել եմ նաեւ այդ մարդկային արժեքները։ Հայ թատերական արվեստում ու կինեմատոգրաֆում Գալյանովենցը հայտնվեց իր ձեռագրով, իր ստեղծագործական սկզբունքներով, մեն իրեն հատուկ խորությամբ ու բազմաշերտությամբ։ Ծնվել է արմատներով ավանդասեր ընտանիքում։ Մայրն արմատներով տաճկահայ է եղել։ Մորական տատը ծնված է եղել Տիգրանակերտում։ Նրանց տանն արվեստի ներկայությունը, հատկապես երգն ու երաժշտությունն անպակաս են եղել։ Հայրը նվագել է զինվորական նվագախմբում, մայրը հրաշալի երգել է։ Նրանց հետ ապրել է նաև մորաքույրը, վաստակաշատ դերասանուհի Լուսիա Հովանիսյանը։ Հենց նա էլ եղել է մասնագիտություն ընտրելու հարցում վառ օրինակ։ Նովենցը հրաշալի կին էր, ով երբեք աշխատանքն ու ընտանիքը չէր զոհում իրար, ներդաշնակություն հաստատելով ամենուր, թե տանը, թե թատրոնում, թե նկարահանման հրապարակում։ Գալյանովենցը բավականին դերեր ունեցավ թատրոնում, նրա ամենալավագույն դերերից եմ համարում Միսիս Սևիչը, որը չնաշխարհիկ խաղում էր, շատ հետաքրքիր մարդ էր։ Ես օրինակ հիշում եմ, որ թատրոն էր գալիս ներկայացումից առնվազն 2 ժամ առաջ։ Գալիս էր, փակվում էր իր սենյակում, իր մտքերը հավաքում էր, իր գրիմներ անում եւ հետո պատրաստ իջնում էր արդեն բեմ։ Հետաքրքիր գիտեք ինչա, ինքը այնպիսի սուսիկ-փուսիկ մարդ էր, որ եթե իրեն չճանաչեիր, քեզ կթվար, թե մարդ չկա այդ կողքիդ։ Շատ համեստ մարդ կին է եղել, շատ, որը կարծում եմ դերասանուհիներին հատուկ չի։ Իր դեպքում դա աշխատել էր հակառակը։ Երվանդ Ղազանչյանն ու Գալյանովենցն աշխատում էին Կապանի թատրոնում, երբ ծնվում է Հակոբ Ղազանչյանը։ Նա մեծանում էր կուլիսներում եւ այլ ճակատագիր ու կյանք կարծես նրա համար կանխորոշված չէր։ Եվ հետո թատրոնի հմայքը տեսնողն ինչպես կարող էր փախչել դրանից։ Ես ծնվեցի 1959 թվականին, իսկ 1958 թվականից իմ ծնողները արդեն Ղափանի թատրոնում էին, նրանք իրենց կուրսով գնացին եւ վերաբացեցին թատրոնը տեղի ուժերի հետ միասին եւ ես երբ որ ծնվել եմ ինձ պատմում էին ծնողները, որ իսկ կուլիսներում երբ որ մայրս բեմ պետք է մտներ, իսկ մայրս այնտեղ գլխավոր դերեր էր խաղում, ինձ հերթով ձեռքից ձեռք են տվել, մինչև մայրս իր դերը կխաղա, դուրս կգա եւ ինձ նորից կվերցնի։ Ну, երևի թե հենց այդ ժամանակվանից, հենց այդ օրերից էլ իմ ենթագիտակցության մեջ հիմնավորվեց այդ խելագար հեքիաթը, թատրոնը եւ ըստ էության ես այլ ճանապարհ չունեի, որովհետեւ հետագայում միշտ ես եղել եմ թատրոնի կուլիսներում, միշտ։ Հակոբ Ղազանչյանն իր պատանեկության կարևոր մի հատվածն անցկացրել է Գյումրիում, այնտեղ դպրոց հաճախելով 5 տարի։ Այդ 5 տարիները, պապիկի հետ անցկացրած օրերը հետագայում մեծ հետք են թողել նրա կյանքում եւ յուրատիպ ջերմությամբ նրան կապել այդ քաղաքի հետ։ Ընդունվում է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտ։ Վերադառնում։ Ապա զինվորական ծառայությունից հետո գրողների միությունում Վարդգես Պետրոսյանի աջակցությամբ որոշում թատրոն ստեղծել։ Հանկարծ եղավ Ղափանի թատրոնի առաջարկը։ Ну, սկզբում երկմտանքի մեջ էի, բայց հայրս ասաց միանշանակ պետք է գնալ, այնուամենայնիվ դա պետական թատրոն է, այնուամենայնիվ դա լուրջ ստատուս է եւ գնա աշխատի, հավես չես գնում, քանի տարի կաշխատես, բայց ես շատ ուրախ եմ, շատ գոհ եմ ճակատագրից, որ ես Ղափանում աշխատեցի, ես աշխատեցի հրաշալի տաղանդավոր մարդկանց հետ, ես ունեցա հրաշալի ընկերներ,
Թեպետ է սիրեցի այդ քաղաքը, սիրեցի այդ մարդկանց ու իզուր չի, որ ես այսօր այդ քաղաքի պատվավոր քաղաքացի եմ եւ բարձրանում եմ դրանով, ես ամեն տարի քաղաքի օրը ես գնում եմ այնտեղ մասնակցում եմ միջոցառումներին, ու ասեմ մինչեւ հիմա իմ կապը այդ քաղաքի հետ կա բարեկամական։ Երիտասարդ տարիքից Հակոբ Ղազանչյանը կարողացել է ապացուցել, որ անկախ իր ազգանունից եւ ծնողների անցած մեծ ու փառահեղ ճանապարհից իր առջև դռներ բացողը եղել են իր տաղանդն ու Աստծո կողմից տրված շնորհը։ Հակոբ Ղազանչյանը ժամանակակից թատրոնի առանցքային դեմքերից է։ Ընդհանրապես արվեստագետի մասին խոսելիս մենք կարևորում ենք երկու բաղադրիչ՝ բնատուր օժտվածությունը եւ ստացած մասնագիտական կրթությունը։ Հակոբ Ղազանչյանի դեպքում դա 3-ն է, որովհետեւ մասնագիտական կրթությունը նա ստացել է ինչպես Երևանի թատերական ինստիտուտում, հետո շարունակել է Մոսկվայի թատերական արվեստի ինստիտուտում Գիտիսում եւ դրան ավելանում է երրորդը այն ժառանգությունը, որ նա ստացել է եւ կրում է իր արմատներից, իր ծնողներից։ Կնոջ Լարիսայի հետ Հակոբը ծանոթացել է փողոցում, զրույցի բռնվել։ Իմացել, որ ուզում է դառնալ դերասանուհի, անմիջապես հրավիրել է գրողների միություն։ Ընդամենը մի քանի հանդիպումից հետո հասկացել են, որ սա սեր է առաջին հայացքից։ Կանգ առում, խոսեցինք եւ այսպես ոնց որ իրար հավանեցինք, երևի դա սեր էր առաջին հայացքից, ինձ այդպես թվաց։ Եվ սկսեցինք հանդիպել։ Մեկ հանդիպում, երրորդ հանդիպանը Հակոբը ինձ առաջարկություն արեց ամուսնության։ Այդպես ստացվեց։ Իմիջիայլոց ասեմ, որ այդ ժամանակ նա դեռ ծառայում էր, բայց իրեն մնում էր 2 ամիս, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով այդպես մտերմացանք, հանդիպում ենք եւ այդ ամուսնությունը շատ արագ տեղի ունեցավ։ Այսինքն մենք ծանոթացանք սեպտեմբեր ամիսն էր եւ ամուսնացանք ապրիլի վերջ, ապրիլի 26-ին մեր հարսանիքն էր։ Սկզբում Հակոբն ու Լարիսան ապրել են թատրոնի մի փոքրիկ սենյակում։ Նրանց դուստրը Մարիամն էլ ինչպես ինքը Հակոբ Ղազանչյանը մեծացել է այդ կախարդական աշխարհում եւ բնականորեն ընդամենը 4 տարեկան հասակից հայտնվել բեմում խաղալու։ Ինչքան էլ papan փորձում էր շեղել, հա, մի տարիք եղավ, զուտ իմանալով ոլորտի բարդություններ, այսինքն ոչ թե որ դա վատ մասնագիտություն է, բայց մյուս կողմից էլ հարց է առաջանում, ինչ էին ինձ 4 տարեկանից մեծացնում կուլիսներում, եթե հետո պիտի ինչ-որ, չգիտեմ, խանգարեին կամ ինձ թվում է այդ 4 տարեկանից կուլիսներում մեծանալը հարցի պատասխաններ են հենց ամենակնհայտ։ Այդպես ուղղակի սիրեցի թատրոնը ու այստեղ մի հատ շատ կարևոր բան էլ կա, բեմն էլ ինձ սիրեց, որովհետև եթե բեմը ինձ չսիրեր, ով ուզում է լինի քո մեջքին կանգնած, ինչ ընտանիքում ուզում ես ձևավորվի, եթե բեմը քեզ չսիրեց, ոչինչ չի ստացվի քո կյանքում։ Թատրոնը, որով գերված ու հմայված էր Հակոբը դեռ մանկությունից, նրան ընդունում է, տալով հնարավորություններ բացահայտելու իր տաղանդը, հղկելու մասնագիտական հմտություններն ու կայանալու որպես առանձին արվեստագետ, արտահայտելու իր ստեղծագործական աշխարհը, բեմադրությունից բեմադրություն հաստատելով իր տեղն ու դիրքը ժամանակակից թատերարվեստում։ Ես կուզեի խոսել մեր վերջին համատեղ ներկայացման մասին, որտեղ ես խաղում էի, ինչը տեղի ունեցավ եւ կայացավ ներկայացումը Գորիսի դրամատիկական թատրոնում։ Ես շատ կարևորում եմ, կարծեմ մի քանի տեղ էլ նույնիսկ ասել եմ, ինձ համար դա ֆանտաստիկ համագործակցություններ են առումով, որ մենք Գորիսում էինք։ Գորիս ինձ համար հիմա, չգիտեմ, կսկսեմ անverջ խոսել այդ մասին, թե ինչքան սեր կա Գորիսի նկատմամբ, ինչը առաջացավ նաև այդ համագործակցության միջոցով, որովհետև մինչ այդ ես ուղղակի անցնում էի Գորիսով կամ գալիս ետ էի դառնում։ Իսկ այս դեպքում մնացի եւ սիրահարվեցի Գորիսին եւ մեր ստեղծագործություններ վերջին ծաղրածուն։ Ինչի համար ես իսկապես եւ իրեն էլ եմ ասել, հիմա էլ եմ բարձրաձայնում, անչափ շնորհակալ եմ, որ վստահվեց ինձ այդ դերը, ծաղրածուի դերը, որը անսահման տարողունակ եւ անսահման հետաքրքիր եւ անverջ ստեղծագործելու հնարավորություն տվող դեր էր։ Հոգատար ու պահանջկոտ
ղեկավարը, բայց ինձ թվում է դա ամենակարևոր կետերից ա եղել, ամենակարևոր բաներից ա եղել, որը որ մեզ իրականում պետք էր ու բոլորս էլ որ հայտնվել ենք այստեղ, մենք իրակ չգիտեինք ուր ենք գալու ու կհասնենք այս կետին, թե չէ։ Իսկ հասանք այս կետին ու հասկացանք, որ այս ճանապարհը մենք չենք էլ ուզում որ ավարտվի։ Ամենակարևոր բաներից, որ սովորել ենք ու սովորեցրել է, այդ հարգանքն է բեմի նկատմամբ, թատրոնի նկատմամբ ու քո գոլեգաների նկատմամբ, այսինքն չուշանալը, պատասխանատվությունը, տեքստը ճիշտ ժամանակին, ճիշտ պահին ամբողջությամբ իմանալը ու դիսցիպլինան բոլորի նկատմամբ որ ունենան, այդ ամենակարևոր բանն է ու հենց այդ խստությունը գալիս է ամբողջը դրանից, որ պետքա ոնց որ բոլորը մյուսների մասին անհանգստանան ու այնպես չանեն, էլի որ մի բանի պատճառով ինչ որ մի բան մի քիչ թեք ուղղությամբ գնա։ Մի անգամ մեր առաջին ներկայացումներ ու տատիկիս հրավիրել է ինքը կապանից է ու եկել էին ինքը մամաս, նայեցին, վերջացրին ու փոխանակ գա ինձ շնորհավորի տատիկս գնաց պարոն Ղազանչյանի մոտ ու սկսեց իր հետ շփվել ու հետո ամեն անգամ ինձ զանգում ասում է, «Այս ձեր դասախոսին որ տեսնում եմ հեռուստացույցով շատ sense ջղայն մարդ է երևում, բայց իրականում կարքին հումորով մարդ է»։ Հումորի հետ կապված Անին ասեց, որ տատիկը ասել է շատ լավ հումոր ունի պարոն Ղազանչյանը, իրոք աշխատանքային process-ի ընթացքում դե լինում է, որ ջղայնանալ, ինչ-որ բան չի ստացվում, ինքը լինում է, որ ինչ-որ պահի բարկանում է, բայց մի քանի րոպե հետո այնպիսի հումորներ է անում, որ այդ պահը լրիվ կոտրվում է, դու մոռանում ես միանգամից, որ մի քիչ առաջ ինքը ջղայնացավ ու անգամ չես մտածում նեղվելու մասին, ինքը կարողանում է այդ աշխատանքային process-ը այնքան ճիշտ դասավորել, այնքան ճիշտ անցկացնել, որ ոչ նեղվածություն է լինում, ոչ մի բան։ Ես ուղղակի շատ հակիրճ կասեմ, որ շատ շնորհակալ եմ Հակոբ Ղազանչյանին, քանի որ իր տված դաստիարակության շնորհիվ որ այս պահին այսքան մեծ սեր եւ պատասխանատվություն ունեմ թատրոնի նկատմամբ։ Որոշ ժամանակ անց Հակոբ Ղազանչյանը որոշում է մեկնել Մոսկվա իր ուսուցչի Անդրեյ Գոնչարովի մոտ։ Գրանցման ու կեցության հարցերը լուծելու համար ընդունվում է ասպիրանտուրա, բայց ամեն ինչ կիսատ է մնում խաթարվելով 88 թվականի ավերիչ երկրաշարժի պատճառով։ Հակոբ Ղազանչյանն իր հոգու պարտքն է համարում գնալ Գյումրի, քանի որ մինչ երկրաշարժը Խորեն Աբրահամյանն արդեն տեղափոխվել էր Երևան, ստանձնելու թատրոնի գեղարվեստական ղեկավարի թափուր պաշտոնը։ 5 տարի Գյումրիում աշխատելուց հետո վերադարձա Երևան եւ 1 տարվա ընդմիջումից հետո գլխավորեցի Պատանի հանդիսատեսի թատրոնը եւ 21 տարի եղա այդ թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ Ես կարծում եմ, որ բավական հետաքրքիր տարիներ ես անցկացրի Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Մենք եղանք աշխարհի ամենահեղինակավոր փառատոներում մեր ներկայացումներով։ Հետաքրքիր հյուրախաղերում եղանք։ Իրոք ոչ միանգամից իհարկե, ոչ միանգամից, բայց այնտեղ ստեղծվեց այն մթնոլորտը արդյունքում, այն ստեղծագործական մթնոլորտը, որտեղ դերասանները գալիս էին միայն իրենց դերերը փորձելու, դերասանները գալիս էին միայն պրոֆեսիոնալ աշխատանքն անելու համար եւ ուրիշ ոչինչ։ Ինձ համար շատ սիրելի եւ շատ կարևոր դերերից մեկը, որ ես պարոն Ղազանչյանի հետ միասին ստեղծել ենք, դա Իոսիֆ Ստալինի կերպարն էր։ Շատ հետաքրքիր մի պիես եւ շատ հետաքրքիր մոտեցում բեմադրիչի կողմից։ Հակոբ Ղազանչյանի հետ բարդ առաջին հայացքից, երբ որ դու չես հասկանում իր լեզուն, բայց երկար տարիների իմ փորձը ես կարողացա անցնել ինչա ուզում այս պահին կոնկրետ խնդիրը որ տալիս է միանգամից պիտի հասկանաս ինչն է հետաքրքիր որ շատ արագ ենք աշխատում բայց կարևորը երբ որ ռեժիսորը գիտի ինչա ուզում շատ հեշտ է ռեժիսորի հետ աշխատել կարևոր ինքը գիտի ինչա ուզում Եվ ես կարող եմ հիմա համարձակորեն ասել, որ մենք միմյանց լեզու հասկանում ենք,
ինքը գիտի ինձնից ինչ պահանջի, ես գիտեմ ինքը ինչա ուզում։ Ու երբ որ դու գիտես, այս ամեն ինչը շատ հստակ է, պարզ է, աշխատանքն էլ լինում է շատ արագ եւ հեշտ։ Հակոբ Խազանչյանի հետ մենք բավականին երկար ենք աշխատել եւ տարբեր ներկայացումների մեջ եւ կարծում եմ այն մարդկանցից եմ, որ Հակոբ Խազանչյանի հետ նաեւ բախումներ եմ ունեցել ստեղծագործական ընթացքի շրջանակում եւ եղել են բաներ, ինչի հետ համաձայնել եմ, եղել են բաներ, ինչի հետ չեմ համաձայնել եւ բարձրաձայնել եմ, երբեմն նույնիսկ ստեղծագործական ընթացքում եղել են բախումներ թեթև եւ ես հարկ եմ համարում այդ մասին ասել, որից հետո մենք դարձյալ շարունակել ենք աշխատել, որովհետեւ հասկացել ենք, որ այդ ամենը ավելի լավ արդյունք ստանալու բախում է, ստեղծագործական բախում է, ինչի արդյունքում ծնվել են շատ հետաքրքիր դերեր, ինչի համար ես ուրախ եմ։ Նա ավելի քան 100 ներկայացումների հեղինակ է։ Իր մասնակցությունն է ունեցել բազմաթիվ միջազգային թատերական փառատոներին։ Արտուր Կարապետյանը հաղթեց Խաբենսկում, ստացավ լավագույն տղամարդ դերակատարի մրցանակը Կրեոնի համար, Անտիգոնեի Կրեոնի համար, ստացավ լավագույն տղամարդ, ներկայացումը ճանաչվեց լավագույն ներկայացում, իսկ Արտուրը ստացավ լավագույն տղամարդ դերակատարման համար մրցանակ, իսկ Խաբենսկին, որ Կալիգուլա էր խաղում, շատ հայտնի ներկայացում էր Բուտուսովի, դերևս Լենսովետի թատրոնում արված, եւ խաղում էր եւ Պարեչենկով եւ իրենք դեռ այդ թատրոնում են, ահա ստացավ Արտուրը եւ ստացավ մեր ներկայացումը։ Ասեմ, երբ որ պատմում ես, հա դե կերճ բան, բայց հզոր թատրոն էլ չեմ ասում, Ուկրաինայի ազգային թատրոն, էլի արտասահմանից թատրոններ։ Դեռևս 2000-ականներին, երբ Հակոբ Խազանչյանը սկսել էր իր մասնագիտական գործունեությունը, նա միանգամից աչքի է ընկնում իր արած բեմադրություններով։ Օրինակ Սոֆոկլեսի Անտիգոնեն եւ Արիստոֆանեսի ամպեր ներկայացումները, որոնք բեմադրվեցին եւ ցուցադրվեցին ինչպես հայկական բեմում, այնպես էլ արտերկրում, մեծ արձագանք ունեցան թե հանդիսատեսի, թե մասնագետների շրջանակում եւ ստացան բազմաթիվ մրցանակներ եւ ցուցադրվեցին եւ խաղացվեցին աշխարհի տարբեր բեմերում։ Ցավոք այս ներդաշնակ ու արվեստի ակունքներում կանգնած համերաշխ ընտանիքում մեծ հարված ու կորուստ է եղել։ Մի անհեթեթ ու ճակատագրական դիպվածով կյանքին հրաժեշտ է տվել Հակոբի 8-ամյա որդին Երվանդը, ով Բաքում խաղալու ժամանակ հոսանքահարվել է մոտենալով էլեկտրական բարձրավոլտ ենթակայանին։ Գիտեք ինչ, այդպիսի պահերին միշտ փորձում ես մի փոքր գոնե ցույց տալ, ձև անել, որ ամուր ես, որպեսզի կողքինը չփլվի, որպեսզի կողքինը քեզ նայելով, մենք բոլորը հասկանում էին, որ հարվածը առաջին հերթին ինձ էր ուղղված, իհարկե պաշտում էին իրենց թորնիկին, բայց ինչ, ես այդ թեմայով շատ չեմ ուզում խոսեմ, ինքս զարմանում եմ ոնց ապրեցի, ընդհանրապես ոնց է հնարավոր ապրել դրանից հետո, ես ինքս մինչև հիմա չեմ հասկանում։ Եվ ճիշտ են ասում, որ մարդը երևի ամենաբնդերես կենդանին է աշխարհի վրա։ Տղայիս կորստից հետո ես շատ բաների չեմ հավատում այլևս։ Շատ բաների։ Ես այդ ուժեղ ծնողի օրինակը տեսել եմ իմ աչքի առաջ, երևի այդ կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումն էլ է, չէ, որ մարդուն չի թողնում, որ ինքը կոտրվի, այսինքն եթե կաս, ուրեմն պիտի ապրես այս կյանքը, այսինքն ես սրան, չգիտեմ, այլ մոտեցում չեմ կարող ունենալ, որովհետև եթե ես այս հարցին պատասխանեի 10 տարի առաջ, ես միգուցե այլ պատասխան տայի, բայց 40 տարեկանում ես հիմա այլ պատասխան եմ տալիս այս հարցին։ Եթե դու կաս, ուրեմն կյանքը շարունակվում է, կյանքը չի շարունակվում մի դեպքում, եթե դու չկաս։ Ու ես շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքը, իմ ծնողները այդքան ուժեղ մարդիկ են, որովհետև դա սարսափելի ողբերգություն էր, այն ինչ որ տեղի ունեցավ, ու մենք դա հաղթահարեցինք։ Մենք կարողացանք դա հաղթահարել։ Ես ու իրենք միասին բոլորս։
Այս մեծ ու սոսկալի պատահարից հետո արվեստը եղել է հենց այն փրկողակը, որտեղ կարողացել են իրենց վերագտնել ընտանիքի անդամները, հատկապես 8-ամյա տղայի ծնողները։ Այո, բեմն օժտված է այդպիսի գերբնական ուժով։ Այն կարողանում է մարդկանց հանել իրենց բաժին անապատից և շնորհում է դարձյալ ապրելու թանկ ու կարևոր հնարավորությունը։ Ղազանչյանները կարողացան ուժ գտնել ու շարունակել ապրել։ Ղազանչյանների ընտանիքի երկրորդ ու ծանր ողբերգությունը Երևանի ու Գալիայի որդու տաղանդաշատ դերասան Ստեփանյան ժամանակ մահն էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը հիմնահատակ փոխել է ամեն ինչ նրանց կյանքում։ Ստեփանը մի ուրիշ երևույթ էր, ուրիշ, նա այս աշխարհից չէր։ Նա բարության, չգիտեմ ոնց բացատրեմ, այս աշխարհից չէր։ Շատ քչերն էին երևի իրեն հասկանում, ես դա տեսնում էի։ Ու ինքն էր դա հասկանում, որ իրեն շատերը չեն հասկանում, բայց ինքը շարունակում էր ապրել իր ձևով։ Բարի, համեստ, տաղանդավոր, հումորը ուղղակի ծորում էր, հումորը, ամեն իր բառը կարելի էր օգտագործել որպես, չգիտեմ, անեկդոտ կամ թևավոր խոսք։ Մարիամ Ղազանչյանի և հոր Հակոբ Ղազանչյանի առաջին բեմական համագործակցությունը հրեշը լուսնի վրա հրաշալի ներկայացումն է, որտեղ հնչել է նաև Հակոբի վաղամեռիկ եղբոր Ստեփանի ձայնը, հուզելով դահլիճում ներկա գտնվող ծնողներին՝ Երվանդ Ղազանչյանին և Գալիա Նովենցին։ Ինձ թաղեք և կարմիր վերջալույսն եմ արում, երբ տխուր գգվան փովարեգակը մեռնող սարերի արծաթե կատարներն է վառում, երբ մտնում կորչում են ծով ու հող, ինձ թաղեք երբ տխուր մթնշաղն է իջնում, երբ լռում են օրվա աղմուկները զվար, երբ շողերն են մեռնում։ 20 տարի ավել այդ ներկայացումը չի մեռնում, ներկայացումը կա։ Այսինքն ինքը Պատանի հանդիսատեսի թատրոնում բեմադրվեց, հիմա Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում է փոքր բեմում գործում, եւ դերակատարները չեն փոխվել, նույնն են։ Հետևաբար ներկայացումը մինչ օրս ապրում է։ Ամեն ներկայացում չի, որ 20 տարի ավել կարող է ապրել եւ չփակվել։ Որդու անժամանակ կորուստը ստիպեց Գալիա Նովենցին մեկնել Միացյալ Նահանգներ եւ լինել որդու ժառանգների կողքին, այդպես էլ մինչեւ վերջ չհաշտվելով օտարության սոսկալի ցավի հետ։ Այդպիսի մեծ կորուստ ապրած մորը ապրելու, ստեղծագործելու, դարձյալ բեմ բարձրանալու ու կինոխցիկի առջև կանգնելու համար մեծ ուժ ու զորություն էր հարկավոր։ Թեև մեծ ու տաղանդաշատ դերասանուհին փորձեց ինչ-որ կերպ վերականգնել իրեն, սակայն մինչև կյանքի վերջին շունչը տխրությունն ու վիշտն այդպես էլ չհեռացան նրա աչքերից։ Կյանքի վերջին տարիներին նա խաղաց ընդամենը 3 դեր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 5 տասնամյակից ավելի Նովենցի հետ իր օրերը կիսած Երվանդ Ղազանչյանն այդ մասին ասել է. Գալիան նվեր է եղել մեզ համար, մեր ընտանիքի համար, մեր ժողովրդի համար։ Երբ որ ինքը ուրիշ երկրից գալիս է իմ մոտ, արդեն տուն է վերադառնում, ինքը ինձ նվերներ է բերում, ես իրան հարցնում եմ։ Ինձ նվերներ է բերում, ինչ որ ես ուզում եմ։ Ինքը ամենաշատն է ինձ սիրում։ Անդղատ էդ է ասում, որ ինքը ինձ շատ է սիրում։ Ես էլ իրան։ Այս գերդաստանը կերտել ու կերտում է մնայուն պատմություն։ Սերնդեսերունդ փոխանցելով ոչ միայն մասնագիտության հանդեպ մեծ ձգտումը, այլև որդեգրած արժեքները, որոնք պահպանվում են ոչ թե պարտադրաբար, այլ ինքնաբուխ ներշնչանքով։ Ղազանչյանների ընտանիքը անցյալը, ներկան ու ապագան իրար կապող կարևոր ժառանգության կրողն ու փոխանցողն է, արժանի մեծ գնահատանքի։